Ձմռանը պետք է նախապատրաստվենք հիմա, այսինքն ոչ թե սպասենք ձյունը գա, ժողովուրդը սկսի բողոքել, երկրորդը տեխնիկաները սարքին վիճակում լինեն, որ էլի անակնկալ մի ամսից ամսուկեսից կարող է սկսի ձյուն նստել, սպիտակի ոլորանները կլինի, փամբակը կլինի, վանաձորը, վերջի պահին չտենանք, որ օրինակ կարևոր մի տեխնիկա ինչ-որ բան խնդիր ունի չի աշխատում։ Փոսայինների մասով ես կխնդրեմ եւ կպահանջեմ ձեզանից, թե տենում եք պրոբլեմատիկ տեղ կա, մի սպասեք էլի մենք նկարենք ձեզ ուղարկենք։ Այդ պարբերականությունը պահեք, պարբերաբար այդ անենք եւ երրորդը ու ամենակարևորներից մեկը մենք վատ նախադեպեր ունեցել ենք ոչ ձեզ հետ կապված, բայց ամեն դեպքում կուզեմ բաց քննարկենք։ Գալիս է վերջի պահը, գալիս է սպիտակի ոլորանները փակվում է, բանը փամբակը փակվում է։ Այսինքն եթե պայմանագրում նշված է այսքան կիլոմետրը մեկ այսքան բան պետք է լինի, դա պետք է լինի ոչ թե թղթի վրա, այդ բնության մեջ ժողովուրդ ջան, ես եկեք պահենք։ Ահագին գործ է արվում, ահագին արվում է, դա գնահատելի է, օրինակ ալավերդու ծոցում բարձացողը սաղամառը մաքրվել է, ես դա տեսել եմ, մաքուր ա եղել, նորմալ ա եղել։ Ինձ ստեղ կարևոր է որ քաղաքացին չբողոքի։ Ու եթե բողոքը հա սուբյեկտիվ է ալնում, գնում տենում ես դա տեն չի, այդ խնդիր չի, բայց եթե սպիտակում ասենք խայտարակ վիճակա, պերևալների վրա փամբակում խայտարակ վիճակա, ստեղ ընդեղ ուտենում ես օբյեկտիվ է դժգոհություն, դա ընդունելի չի։ Սա պարոն Արքան հանձնարարական աշխատեք այս մասով, եկեք ասեք տենանք ինչ է։